ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող զարգացումներին, խնդիրներին եւ հեռանկարներին։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից 115,000 բռնի տեղահանվածների խնդիրներին։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին։ Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կիլոգրամ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կիլոգրամ ու 88 կիլոգրամ։ Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 116 կիլոգրամ։ Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Երկամարտի 204 կիլոգրամ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են Դամասկոսի նախագահական պալատի մոտ թիրախի վրա հարձակման մասին։ Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզական համայնքի համար, ասել է Նեթանյահուն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին ասել է, թե Գազայում ստեղծված իրավիճակը այլևս չի կարող շարունակվել այնպես, որ Իսրայելի վրա Համասի կողմից հրթիռների արձակման հարթակ դառնա։ Ռուբիոն շեշտել է, որ պետք է լինի պայմանագիր, որում պետք է ամրագրված լինի դրույթ Ուրանի հարստացումը դադարեցնելու մասին։